Հայերը, ինչպես մյուս ժողովուրդները, ունեն առասպելներ։ Հայկական առասպելը նաև հայկն ու բելը։ Ըստ առասպելի, դյուցազունները հավաքվել էին և որոշել էին մի մեծ աշտարակ կառուցել, որը կհասներ աստվածներին։ Բայց աստվածներին դուր չեկավ այդ միտքը, և նրանք փլուզեցին աշտարակը։ Դրա հետ միասին աստվածների կամքով յուրաքանչյուր մարդ ու հսկա մյուսներին անհասկանալի մի նոր լեզվով էր սկսում խոսել, որի հետևանքով մեծ խառնաշփոթություն և իրարանցում է սկսում նրանց մեջ։ Այդ դյուցազուններից մեկն էր նաև Հայկը։ Հայկը միակը եղավ, ով քաջաբար ըմբոստացավ բոլոր նրանց դեմ, ովքեր ձեռք էին բարձրացնում մյուս հսկաների ու դյուցազունների դեմ և կամենում էին նրանց վրա գերիշխել։ Հսկաներից մեկին, Դիդանյան բելին, պատահաբար հաջողվում է բռնանալ մյուսների վրա։ Հայկը թշնամանում է բելի դեմ և հրաժարվում է նրան աստված կոչել։ Այդ ժամանակ բելը հարձակվում է Հայկի վրա, բայց քաջ Հայկը հսկա աղեղով հալածում է նրան։ Երբ սկսվում է ճակատամարտը, բելը բարձրանում է մի փոքրիկ բլրի վրա և թաքնվում, իսկ Հայկը հակառակը։ Նա գալիս է և կանգնում է իր զորքի դիմացը, իր եռաժանի նետը առնում ձեռքը և կրակում։ Նետը անցնում է բելի զրահի միջով, բելի թիկունքից դուրս գալիս և խրվում հողի մեջ։ Բելի զորքը դիմում է փախուստին, իսկ Հայկը իր զորքի հետ հաղթում է։ Հայկը բելին զմռել է տալիս, տանում է հարկ և թաղում մի բարձրադիր տեղում, ի տես իր կանանց ու որդիների։